Այս զրահապատ մեքենայով են ձեզ կանգնեցել ուզում են դուրը ջարդային բանան են։ Ինչ կա երեխեք ջան, որ ընտրվեք քաղաքապետելի զրահապատով եք, թե հիմա դա քեզ ինչ կարևոր է դες խառնվել է։ Հա, այնքան ժամանակ եմ զրահապատ մեքենայով պատդվելու, մինչև այն 2007 թվականի սպանությունները չի բացահայտվում։ Երբ որ 2007 թվականի 4 տղայի եւ քաղաքապետ փոխքաղաքապետի գործերը բացահայտվեց, այդ ժամանակ էլ զրահապատ մեքենայով չենք պատդվի։ Պարոն Ղուկասյան, ասում են, որ ԿՊ-ն ձեզ թիրախավորում է, ասում են, դուք լինեք չեք վախեն, հա։ Որ ասենք պատկերացրեք։ Հարց բռնելուց, ինչի՞ եք վախենում։ Պարոն Ղուկասյան, վախենում ենք, որ գործերը բացահայտված չէ դրա համար, այսինքն հանցագործները դուրսն են։ Հասկանալի է։ ԿՊ-ի համար հարմար տեխնացու է։ Որինչ։ Որովհետև ձեր վրա լիքը քրեական գործեր կան, վերջում դրանցով շոշելու են եւ Վանաձորի սցենարը կրկնվելու է Գյումրին։ Ուրեմն իշխանազավթվելու։ Մտքով ուղեղով որ մտածում ես, ճիշտ են մտածում, բայց ինձ ճանաչելով չեն կարող այդպես բան մտածել, որովհետև ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը կարող է այդպեսի բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս է կդրվի, ձեռքս է կդրվի։ Ինձ համար ամենաբարձրը դա Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդն է։ Բայց 18 թվին չէ գոռում ճվակ։ 18 թվին չգիտեք, որ հայրենիքի դավաճաններ են գալու։ Ինչ 18 թվական։ Այն որ գոռում եք ճվակ, Ուրեմն ասեմ քեզ, ուրեմն ուշադիր լսի։ Ուրեմն 18 թվականին, որ ասում էի Քայլ արա Մերժի Սերժին, ուրեմն շատ ճիշտ եմ արել, որովհետև չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկավար եւ չգիտեի, որ այդ ղեկավարությունը բերել է այսօրվա ԿՊ-ին, Նիկոլին, եւ չէի պատկերացնում, որ երկուսը իրար հետ համագործակցված այդպես աշխատում են։ Եթե գիտենայի, ուրիշ ձևի կանեի, բայց չէի ուզում, որ նախկինը մնար։ Ես դա բարձրաձայն ասում եմ, եւ դուք էլ այդ կանեն խառնվում, որ այնպես ձեզ ցավը, ուրեմն ձեզ ուրեմն դե հիմա ասեմ 2007 թվականին էր դա, երբ որ ասում էի, ուրեմն հիվանդանոցից եկած իմ տեսքս տեսնում եք եւ ես ինձ ասում էին, թե գիտեք ինչ կա հանրապետական կուսակցության, ուրեմն թշնամիներն են ձեզ խփել, բայց ակասվեց ես զգում էի, թե ուր է, հետո դրանից հետո հասկացանք, թե ուր է գնում այդ պոչը եւ դրա համար մենք լավ մինչեւ հիմա հասկանում ենք, թե ով կարող էր դա արած լիներ։ Հասկանալի է։ Եվ ես քաղաքապետ էի, ուրեմն այն ժամանակ չէի ուզում ընդհանրապես կուսակցական պատկանելություն ունենայի, բայց կուսակցությունները անատներին խեղդում էին։ Մի խոսքով իրանց խնդրանքով դարա հանրապետական։ Եվ ես 2007-ից մինչև 2012 թվականը հանրապետականի նիստերին ոչ մեկին չեմ մասնակցել, ոչ ուրեմն անդամավճար եմ մուծել, ոչ էլ ես ինձ կուսակցական եմ դասել։ Հետո այդքան ինչ ես ցավում դու որ կառույցնես որ այդպես հանրապետական ես։ Չէ, զգում եմ որ դու հանրապետական ես։ Հələ մի րոպե երեխա, հələ մի րոպե սպասեք, մեկը դասեք, հասկանամ ինչ եք ասում։ Շանսերը ինչպես է գնահատում եւ ընդդիմության միավորումը հավանական համարում եք պատրաստ եք միանշանակ ընդդիմությունը ուրեմն այսպես ես բարձրաձայնել եմ եւ ասել եմ ով շատ ձայն կհավաքի ուրեմն նրան եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ԿՊ-ի հետ համագործակցում է։ Բայց քննարկել եք արդեն այդ թեմայով մյուսը։ Ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը եւ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն։ Եթե ոչ, ես ուրեմն այնպես կանեմ, որ բոլորը կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը։ Ով հանգարց ուրիշ ձևի բան արեց, անպայման պետք է տեղեկացնենք բնակիչներին։ Այսինքն, եթե ընդդիմություն է ու ընդդիմությունը չի միանում այդ սկզբունքով, շատ ձեներ հավաքողին, դա նշանակում է դիտավորյալ են անում։ Մի քանի ընդդիմադիրներ միավորվեն եւ առաջարկեն ձեզ միանալ իրենց, դուք կմիանաք։ Ուրեմն, եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան, հասկանալի ու առաջարկեն ինձ, ու ինձ ձայները իրենցից շատ լինի, ես միայն կծիծաղեմ այդ ժամանակ, եթե մի քանիսի ձայները հավաքվում են ու իմ ձայների չափ չի լինում, հետո ինձ ասում են գիտեք ինչ կա, դուք պետք է մեզ միանաք,
Այդ բոլորի ծիծաղը կգա։ Այդ ժամանակ Գյումրեցի կսե էպած հավի խնդալը կուկա։ Իսկ ասում են դուք խոցելի տեխնացու եք, պարոն Ղուկասյան։ Ու ինչի ասում են, ԿՊ-ն ասում են, որ կրիմինալ բարքերը հետ կգան եւ այլն։ Տղա ջան, հետո մի քիչ տարական քաղաքավարություն ունեցեք, ու հետո բանկա այսքան մարդը թողել եք, մենակ դու ղժում եք։ Սպասի մի հատ, հա։ 3 անգամ ասեցի։ 3 անգամ ասեցի, թող մնացածն էլ ասեն։ Այսինքն միակ սցենարը այն է, որ եթե ընդդիմադիր տեխնացուներից որևէ մեկը ձեզանից շատ է ձայն հավաքում, այդ ժամանակ նոր դուք ձեր ձայները կտաք իրեն։ Մնացած բոլոր պարագաներում դուք չեք միանալու։ Միանշանակ չեմ միանալու։ Միանշանակ։ Եթե ինձ հանգարցակի բանդարգենել, ուրեմն այնտեղից իմ ավականիները անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը եւ շարունակելու են ես էլ թեկուզ եթե բանդարգված լինեմ, այնտեղից եմ աշխատելու։ Հասկանալի է։ Այսինքն միանալու հետ կապված ԿՊ-ին միանշանակ մտքերից տանեք։ Հայաստանի Արցախը հանձնողների հետ, եթե ինձպես տղեն միանում է, ուրեմն իմ արունը սուդ է։ Հասկանալի։ Սարիկ Մինասյանն ասում է ինքը բացարձակ առաջատար է։ Ով է ասում։ Սարիկ Մինասյանը։ Դե կաբրենք կտեսնենք, մի քիչ համբերենք կտեսնենք ու ամբողջ քաղաքը դուք տեսել եք։ Դուք ուրեմն հանդիպումների ժամանակ դուք տեսել եք թե ով ձայն ունի, ոնց ունի, դուք ամեն ինչ գիտեք։ Դե հիմա կաբրենք մի քիչ Դուք կհավաքեք 50+։ Դուք որ ասում եք, եթե ձերը շատ լինի, բայց իրենք միանան եւ քիչ լինի, դուք այդ դեպքում չեք միանա։ Բայց հանուն նրա որ ԿՊ-ն չգա իշխանության, հանուն նրա Գյումրու զարգացման։ Բայց ինչ են այդպես անում, որ ասենք, եթե հանգարց մեկը 3-ի ձայները, 1-ի ձայների չափ չի լինի։ Ոնց կարող է, այդտեղ քննարկման առարգա կլինի, մենք տեղում կխոսենք, հիմա ես չեմ կարող Իսկ եթե շատ լինի 3-ի ձայները, 1-ի ձայնից։ Քաղաքապետ օրինակ Մարտուն Գրիգորյանը տեղակալ կամ հակառակը։ Ես միանշանակ, եթե իրենք հանգարցագենձանից շատ ձայներ հավաքեն, ես ընդհանրապես ոչ մի տեղակալ, ոչ մի բան մենք չենք պահանջելու։ Մենք ասելու ենք գնացեք եւ ղեկավարեք։ Մեր ավականիներն էլ իրենց պաշտպանելու են։ Դուք չեք վերցնի մանդատը։ Եմ առաջնորդը։ Դուք մանդատը չեք վերցնի, պարոն։ Ես բացատրեցի։ Այո։ Իշխանականները վերջին օրով տարածել էին ռեստորաններից մեկում ձեր կլկլացող այդ մուղամ երկելը, մուղամ։ Ինչի այսօրվա նա բանը վարչապետի կինը բանին ասում էր, Ալիևի կնոջն ասում էր, արի կլկլան մուղամ լսենք, բան անենք։ Գյումրվա երաժշտության մասին է խոսքը, ես պատրաստ եմ, ես լավ ձայն ունեմ, լավ կարող եմ երգել, պարել, ուրախացնել, արտասանել, դա վատ բան է, ընդհանուր առմամբ։ Դա շնորհք է։ Իսկ ովքեր էլ որպես ապրում են, ես ինչ ասեմ դրանց։ Իսկ իդեպ Շուշին ոնց եք հետ բերելու։ Մի րոպե սպասեք։ Դա ապտակել չէ, դա մեծ ու պզդիկի հարաբերություն է։ Սիրուն, այսպես շոյում ենք, որ ֆալշ մի նվագեք։ Ու երգում եք առանց յարի չեմ կարող։ Ֆալշ մի նվագեք, հա, այդ առանց յարի ով կարող է ապրի, որ օրինակ դու կարող ես առանց յարի ապրես։ Մի րոպե սպասի, ապեր ջան, լսեմ, հա։ Ուրեմն դատախազությունը թող ուսումնասիրի Նիկոլ Փաշինյանի թուրքերեն խոսելը։ Հիմա մենք ինչ ասենք, հիմա նա որ թուրքերեն է խոսում, դա չեն ուսումնասիրում, այսինքն ոնց են ասում։ Այդ ինչ են ասում։ Արհեստական բանականություն եք ասում, ինչ եք ասում։ Դե այդպես էլ հասկացեք, էլի ինչ ասեմ։ Այսինքն ձեր ձայնը չէ, պարոն Ղուկասյան։ Դե թող հետաքրքրվեն, վերջում արհեստական բանականությունը ջրի երես դուրս կեկա։ Պարոն Ղուկասյան, հասկացա։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ անդադ գալու դեպքում, հա, քաղաքապետ լինելու դեպքում բացառում եք, որ էլի կրակոցներ չեն լինելու Գյումրիում։ Ուրեմն եթե դուք չսարքեք, հայ դուք լրագրողները, ուրեմն եթե դուք հանգարց լույսը խավար սարքեք, խավարը լույս սարքեք, անպայման կլինի։ Դրա համար Նապոլեոնը սուդ եք խոսում։ Այդպիսի բան բացարձակ, սանձարձակ սուդ է, ասեմ ձեզ։ Ես պոլիգոններում, ես կյանքում ընդհանրապես իմ հետ կապված ոչ մեկը չկա, որ ասի, ինձ հետ կապված։ Կարող է ասեք, Ղուկասյան Վարդանի շունը բռնաբարել է հարևանի շանը։ Այդ ժամանակ ես կընդունեմ մեղքը։ Պարոն Ղուկասյան, մի բան հարցնեք։ Ինչ տղա ջան։ Ձեր որդու, ձեր եղբոր թորի մասին է խոսում։ Եղբորս թորի մասին է։ Բացարձակ խայտարակություն, անչափահաս երեխաների մասին է խոսքը։ Նմանատիպ դեպք չի եղել, այդ ամեն ինչը ընդունված է, ներկայացված է հերթական Ղուկասյան ազգանունի հետ կապված թիրախավորում են ամբողջ ընտանիքին եւ այդ ազգանունը ունեցողներին։ Միանշանակ խապեպահություն։ Խապեպահություն։ Երեխեք դուք հասկանում եք, թողեք խոսեմ ես։ Ուրեմն պարզ ասում եմ, պարզ ասում եմ,
նախ հայրը տղայի տեղը չի պատասխան տալիս, տղան է հոր տեղը չի պատասխան տալիս։ Հետո այդ մեկ երկրորդ հերթին էլ ես ազգությամբ 170 միայն տղամարդ կա մեր ազգի մեջ։ Անչափահաս երեխաների խնդիրը, որ այդպես դուք ուզում եք բարձրաձայնել խոսել, միանշանակ սուտ է, լկտի սուտ է, վերջում էլ կզգաք, որ իրոք այդպես է, ինչ որ մշտական ներկայացնում եք ու 99%-ը սուտ է դուրս գալիս։ Հիմա հերթական սուտ է այս ընդրությունների րոպեին, ուզում եք ռեյտինգից հետ կապված խնդիր առաջադրել, բայց կտեսնեք, որ ժողովուրդը մի քիչ հետո բոլորիդ, այս բոլորիդ Պետք է ասեմ ամոթ ձեզ, որ 25 տարի ընկել եք իմ հետևից, այդքան բան։ Պարոն Ղուկասյան, կեղնի մե հարցը ես կամ։ Մինչև ժամը 12-ը 1-ը դուք պետք է ամոթով գնաք Գյումրիից։ Ինչի՞։ Ասա։ Դուք դիմեք դատարան պատվի արժանապատվության վերականգնման հայցով։ Ես չեմ դիմելու, բայց համապատասխան մարդիկ կդիմեն դատարան։ Միանշանակ։ Պարոն Ղուկասյան, կադրում ձեր ազգական Երեխեք, դուք կարող եք լուրջ հարցեր տալ, անձնական բաները թողնել։ Պարոն Ղուկասյան։ Բակարյանի միջև լարվածությունը էլի լկտի։ Ինչ լարվածություն։ Ուրեմն սարքել է Երևանը, սարքել են մարդիկ, որ ասում է բաժանիր, որ տիրես քաղաքականությամբ զբաղվող շախմատիստները։ Դիդավորյալ, տեսան, որ բոլորս միասին քաղաքում իրար հետ ենք։ Մարդուն Գրիգորյանի հոր եղբայրները, Համլետը, մյուսը իմ լավ ընկերներն են, լավ եղբայրներն են։ Հիմա սարքեցին այդ ամեն ինչը քաղաքում Եվ մինչև այսօր ինչ որ երկրում լինում է, սարկում եմ բաժանիր, որ տիրես։ Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ, իմ թշնամին Օսմանյան Թուրքիան է եւ Ադրբեջանն է։ Լավ իմացեք, ես հայ ժողովրդի հետ թշնամություն չունեմ, որովհետեւ Աստվածաշունչը ասում է. «Ներիր քո եղբորը, քո ընկերոջը 7 անգամ 77 եւ չգիտեմ ինչքան»։ Ես այդպես այդ ցեզել եմ ներում ձեր սդերի համար։ Պատրաստ է։ Լավ, այս երկուսն են։ Իսկ Աստված ձեզ ներել է։ Աստված Գրիգորյանը ասաց, որ լավ չեք հասկացել իրեն։ Ոչինչ, ինքը ջահել տղա է, կմեծանա կհասկանա։ Ինքը ջահել է, կմեծանա, բան կան։ Դե ուրեմն ինչ եղե, Մարդուն Գրիգորյանին ես հանգանում եմ իրենց ընտանիքին աշխարհի տակի լավ բաները, լավ լինեն, առողջ լինեն։ Մտածեն վերին Երուսաղեմի մասին, մնացածը սաղ սուտ է։ Պատրաստ եք մի սեղանի շուրջ նստել։ Որ Մոսկվայի աղջիկ ջան։ Հա, այդ քո գործը չի դու այդտեղ մի մտի։ Այդտեղ մի մտի։ Մի հարցը ես տամ էլի։ Պաշտյանն ասել է, որ Գյումրիում թալանը հետ է վերադարձել։ Դուք չեք վախենում, որ ինձ կարող է ունես զրկել։ Ով որ թալան արել է, թող գնան ունես զրկեն։ Մենք սպասում ենք, դրա համար ուզում ենք, որ ինքը գար, որ երկրի ընդեր կամբողջությամբ օֆշորներում գրացված։ Երկրի ամբողջ հարստությունը մի քանի ընտանիքի ձեռքում է, սպասում ենք, որ այդ մարդկանցից վերցնեն, դարձնեն պետական սեփականություն։ Ցավոք սրտի տեսնում ենք երկրի 90% քաղաքապետերի վրա գործ են հարուցում, ոնց որ ուրեմն քավության նոխազը լինեն քաղաքապետերը։ Իսկ եթե Ղուկասյան Վարդանի աշխատածը, որ մենք մշտական աշխատել ենք, բարձրաձայն 100 անգամ ասել ենք, ու այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, այսինքն ես որ եկեղեցի էի կառուցում մինչև քաղաքապետ լինելը, ես գումար ունեի։ Ես որ սովետական միության ժամանակ 5 հատ մեքենա ունեի, ու ամեն ինչ ունեի, կոոպերատիվ Սպարտակ ունեի, Կուլբան Ասկեղեն, տրիկոտաժ, հասկացար, հացի գործարաններ, ամեն ինչ այդ բոլոր քաղաքը գիտի եւ դրա համար ինձ 5 անգամ ձայն են տվել քաղաքապետ եւ 2 անգամ էլ դարել եմ ազգային ժողովի պատգամավոր։ Այս քաղաքի բնակիչները այնքան խիստ են, որ նմանատիպ խապեպաները, որոնք սուտ են խոսում, պատժվում են։ Հիմա որ դու ձեզ համար հարցնեք ժողովրդին, դա ձեզ համար վատ բան կասեն։ Ձեր փողով է կառուցել եկեղեցին։ Այո։ Միատ չեմ կառուցել, դա կառուցել եմ Սուրբ Նշանը, տղա ջան, գնա մի հատ մտի մոմը որ վառում ես, մի քիչ աբաշխարի դու, մեղք ես։ Հետո ամենափրկիչ եկեղեցի։ Ես որոշեմ որ լրագրողները մեղք են գործում։ Այսօր քվեարկելու եմ Իմբեսի որ ապակա ունենա այդ Գյումրին, հավատք ունենա, սիրի իր հայրենիքը եւ իր գրբանի ու որովայնի համար չաբրի։ Այլ աբրի Հայաստանի Հանրապետության եւ Պարտիալ Աստծո համար։ Всё։ Կառավարության ինչպես է աշխատելու Քոչարյանի հետ համագործակցում եք։ Ռոբերտ Քոչարյանին հարկում եմ, միասին աշխատել ենք, բայց քաղաքական առումով մենք միասին չենք։ Ես բարձրաձայնել եմ, ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու։ Ուրեմն երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով, բայց աշխատած պահով ես իրեն հարկում եմ, որովհետև իրոք եղել է
քաղաքի համար, աղետի կոդու վերականգնման համար եւ Հայաստանի Հանրապետության Արցախի ազատագրման համար արել է այն, ինչ որ շատերը չեն արել։ Բայց ես ունեմ հարցեր, այդ ձեր գործը չի։ Այդ հարցերը հիմիկվան է վերաբերում։ Մի վարքան, այդ հարցերը վերջին շրջանին, թե ինչի։ Ինչի իմ գործը չի։ Ինչի թափանցիկ չեք այդ հարցերը տվել։ Կասենք, հադիկ ձեզ կասեմ, հիմա ասելու բան չունեմ, ասա։ Դուք տեղամասերից մտահոգիչ ինչ ահազանգեր եք ստացել։ Տեղամասերից հիմա գծի հետևից նոր հեռուստատեսությամբ էլ հավանական է արդեն գծել են, որ այնտեղ մի հատ խանութ կա ինչ որ մարդիկ մտնում են այնտեղ, հետո մտնում են քրվյա ուրեմն տեղամաս։ Այսինքն դա ինչ է նշանակում, մի հոգի չէ, երկու հոգի չէ, 50 հոգի չէ, մտնում են սիրուն այդ խանութը ու գնում են այնտեղ։ Այ ուրեմն այդտեղ պետք է մի հատ խորանան։ Կարող է երշիկ են մտնում վերցնելու այս պահին, բայց երշիկ ձեռքերը չկա, ոչ էլ հաց կա, բայց ինչ պահ է որ մարդիկ մտնում ու գնում են։ Չեմ եք գյումրեցիների, ովքեր ըստ Տարիկ Մինասյանի չեն ցանկացել Արցախում ծառային փող են տվել, որ իրենց երեխաները ազատվեն եւ Ղարաբաղը ըստ իրա վատ տեղ է։ Բայց իրավական ոլորտը ինչ է անում, եթե այդպիսի մարդիկ կան։ Եթե նմանատիպ հայտարարություն են մարդիկ անում ու իրավական ոլորտը տեղիք չի տալիս, չեն խորանում այդ հարցերի մեջ, ես զարմանում եմ։ Նմանատիպ մարդիկ պետք է քրորեն պատասխանատվության ենթարկվեն, ովքեր որ փող են տվել ու չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ թիրախավորում է։ Ինչ Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ական եղբոր ազդեցությունը։ Այո, ԱԱԾ-ի իր եղբոր ազդեցությունը զգում ենք, քաղաքում լուրեր են պտտվում, մարդիկ ուրեմն տանում են, զգաստացնում են, բան այդպես ամբողջ քաղաքը որ հարցնեք, մեծամասնությունը դա ձեզ կասի։ Դրա համար ես մի երկու անգամ բարձրաձայնել եմ ընդդեմ։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ թիրախավորում է անընդհատ։ Գովազդի տակ են դրել, ասում են դուք եթե ընտրեք Վարդան Ղուկասյանի կրիմինալը հետ կգա, չգիտեմ, ձեզ անդադ է դրա հետ են կապում։ ԿՊ-ն Այդ որ քեզ հանձնարարել են։ Ինչ չեն հանձնարարել, ես տեղ չունեմ։ Ես սպասի ասել ես պատասխանել։ Ասում եք կորեկտ պատասխանեք։ Հիմա վիավորական ձևով ես ասում ԿՊ-ն է ձեզ թիրախավորում, ասում է որ եթե ընտրեք Վարդան Ղուկասյանին։ Ասել ես հարցը տվել ես։ Կորեկտ։ Տվել ես հարցը։ Դու ինձ մի չասես, կորեկտ քեզ դու պահի, տղա ջան, ես քեզ էլ չեմ պատասխանի։ Ուրեմն այ քեզ ինչ եմ ասում։ Քեզ նա ինչ եմ ասում, էլ չեմ պատասխանի քեզ։ Ուրեմն դու երբ ինձ տեսնում ես, այդ հարցերն եք տալիս։ Այդ նավտալինի հոտը, որ գալիս է, ուրեմն նավտալինի հոտը, հիմա այ մենք այնտեղ անունը ինչ եք։ Ձեզ թիրախավորել են, Վահե։ Որը բանն ես կառուցես։ Այդ ինչ չպատասխան։ Ես քեզ չեմ պատասխանում։ Ասեք։ Կառավարության ջանհեսների հետ կապված տեսանյութ էին տարածել, թե ինչպես եք դուք խոստովանություն անում, որ կեղծ արաղներ ու կոնյակներ եք շշալցրել, ծախել ու դրանով հարստացել եք։ Ջան, Սիրուն ջան, հանգիստ եղի, բան չկա։ Քեզ էլ կդանք այդ արաղներից, կոյնագից էլ կդանք, որ լավ զգաք։ Էլ ուրիշ հարցեր կան երեխեք։ Երեխաներ, հանգիստ եղեք, հանգիստ եղեք։ Քանի որ եք որ քաղաքացիական պայմանագրի հետ ճանապարհ չունեք գնալու Արցախը հանձնածների հետ։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետ, դուք ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը կառավարության բազմիցս ասել եմ եւս մեկ անգամ ասում եմ։ Ուրեմն տեղական ինքնակառավարում նշանակում է հավաքագրել սեփական եկամուտները եւ ժողովրդի ունեցվածքը, ժողովրդի հասանելիքը, որը դոտացիայի մաս բաժնով պետք է անպայման երկրի բյուջեից մաս հանում արվի։ Բայց ես անպայման կառավարությանը դադի եմ տալու, որ 85 միլիարդ քաղաքից գումար են հավաքում, ընդամենը տալիս են քաղաքին 3 միլիարդ 200 միլիոն, որ պիտի տան 27-ից 30 միլիարդ դրամ։ Հիմա դրա համար ես դիմելու եմ, որ ընդրվեցի ավականով, որ իրենց սխալը, եւ չգիտեմ, եթե սխալ են արեկամ, ասենք վերցրել են, անպայման ուղեն, եթե ոչ, տալու եմ դադարան, մինչև Եվրո դադարան գնալու ենք եւ կլինի առաջին դեմոկրատական, ուրեմն քայլը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետարանը դադի է տալիս կառավարությանը։ Սա առաջի անգամ է լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Եթե դատը չշահեք, ես գիտեմ, որ ինքը ցույց է տալիս իրեն, որ ինքը ինչ որ դեմոկրատական այդ բաները պահելու է, եթե քաղաքի հետ կապված ինքը ճշմարտությունը տեսնի ու չուրախանա ու դրան չմասնակցի, ուրեմն մենք կմտածենք այլ ձևով իր նկատմամբ։ Իր հետ կոալիցիա կկազմեք Լևոն Բարսեղյանի։ Լևոն Բարսեղյանի հետ էլ կոալիցիա չեմ կազմի, որովհետև ինքը ԼԳՏՊ-ին հովանավորում է։ Ես ԼԳՏՊ-ին, որ ես երկրում ով
տրանսգենդերներին եւ մնացած այլասերվածներին, ովքեր տեղ են տալիս, միանշանակ հայոց եկեղեցին մեր նախնիները դեմ են եղել, ես միանշանակ դեմ եմ եւ չեմ ուզում, որ երեխաները փչանան։ Հաջողություն։ Աղոթն եք տարածել վերջի լռության օրով, հիմա ուզում եմ հասկանալ դուք գյումրեցիների քվեին եք հավակնում, թե Աստծո։ Այս ինչ է քիչում մեր աղջիկան։ Ուրեմն Մանասեի թագավորի հետ կապված, ուրեմն դա շատ կարևոր պատմություն է, Մանասեի թագավորի աղոթքը, Տերամենակալը, ես ասում եմ, եւ 50-ական պասին անպայման յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի պետք է Տերամենակալ անպայման ասի Մանասեի թագավորի։ Այդ մեր մեծերի, մեր նախնիների խրատներ, Մանասեն չլսեց իր հոր խրատները, որ Իսրայելի ժողովրդի ապրած կյանքին չլսեց եւ այդպիսի ուրեմն պատժի արժանացավ։ Հետո այդ աղոթներով դարձի եկավ եւ 40 ուրեմն խորը փոսի մեջ 40 օր աղոթք էր անում ու հոր այդ փոսը լցվավ 40-րդ օրը այդ երկրի թագավորին Աստված տեսիլքով եկավ եւ ասեց գնա Մանասեի թագավորին հանի։ Բացեցին, որ Մանասեի թագավորը կենտանի է եւ այդ հորը լցված է եւ ասեց Տեր ամենակալ Աստված Աբրահամու, Իսահակա, Հակոբյա եւ Զավագին օծարտարոց ամենակալ Տեր թողыз մեղս իմ։ Պարոն Ղուկասյան, ձեր ընդդիմախոսները ասում են, որ Վարդան Ղուկասյանին լուրջ մտահոգ գյումրեցիները ձայն չեն տալու են կրկեսի սիրահարները, այսպես ճարտար խոսքի սիրահարները, դուք եք այդ մարդկանց ձայներին միայն հավակնում։ Ով է ասում։ Ընդդիմախոսներից։ Ընդդիմախոսներից։ Ես մեղքում եմ իրենց։ Աստված թող իրանց խելք ու շնորհք տա։ Շատ մեղք են։ Ասա Նարեկ ջան, անունդ լավ անուն է, նայ Նարեկից հեռու չփախնես, ասա։ Եթե այնուհանդերձ այս ընտրություններով չկարողանաք մեծամասնություն ձևավորել, այսինքն ձեզ գյումրեցին այդքան չվստահի, ինչ հետևություններ կանեք։ Կապրենք կտեսնենք, չեմ հավատա, որ այդպես չլինի, որովհետև ես այնքան բան եմ արել գյումրեցիների համար։ Այս շենքը տեսնում եք։ Սա կառուցել է Ղուկասյան Հակոբը, իմ պապս, բայց իհարկե ինքը շինարարն է եղել։ Ուրեմն գիմնազիան է, որ Թիլվիզում եւ Բաքվում ու Ալեքսանդրապոլում կառուցվել է շենքը։ Ուրեմն իմ պապիս կառուցածն է։ Ուրեմն ուզում են երրորդ հարկը քանդել, ես դոշ եմ տվել պահել եմ այս երրորդ հարկը, որ պահել։ Եվ այս քաղաքի համար այնքան բան են կարել, որ եթե այդքան բանից հետո պիտի այդպես լինի, ուրեմն ասելու բան չունեմ։ Ուրեմն ողբամ զկես հայոց աշխարհ։ Բայց ձեր ընտրողները ասում են ձայն կտանք Վարդան Ղուկասյանին, որովհետև անշահախնդիր թաղումներ են կազմակերպել թաղման համար, ձայն Աղջիկ ջան, որ Ղուկասյան Վարդանին ասում են, ով է, ասում են մերել թաղող, հիվանդանոցներին տերեղնող, ուսանողներին ուսման բարձմուծող, մարդկանց ջերուցման հարցերը կարգավորող, սատարող, սոցիալապես յուրաքանչյուր խնդիրներին օգնող մարդ է Ղուկասյան Վարդանը։ Այո, դուք տուբիտի պատմությունը գիտեք, տուբիտի։ Երեխեք, ձեր նպատակը ինչ է, որ ասենք ինձ ուզենաք վարկաբեկել, թե ուզում եք ճշմարտությունը հեռարձակել։ Գիտեք ինչ կա, մինչև ձեր միջից այդ դա չվերանա, երկիրը երկիր չի դառնա։ Դուք այսպես նաստայված եք եղել, որ ինձ վարկաբեկեք, խայտարակեք։ Ամոթ չէ օրինակ, ինչ եք դենց պահում ձեզի որ։ Ինչն է պատճառը։ Ձեզ ուղղեք, երկիրը ճակատագրական պահի առաջ է կանգնած, այսինքն Գյումրիի ընտրությունը չի սա։ Դուք մի քիչ մակրվեք, ձեր տերերին էլ ասեք, որ հերիք է սարքեք, Ղուկասյան